Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Բելարուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, բարև ձեզ, здравствуйте. Բարև ձեզ, здравствуйте. Госпожа Тихановская, сразу к делу, но перед тем, как перейти к вопросам... Տիկին Տիխանովսկая անմիջապես անցնենք գործի, բայց մինչ հարցերին անցնելու դուք հուսով եմ հասկանում եք, որ ռուսերենն իմ աշխատանքային լեզուն չէ, այնպես որ երբեմն կարող եմ սայթաքել, խիստ չդատեք խնդրում եմ։ Դուք Երևանում եք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, կան կոնկրետ սպասումներ հենց Բելարուսի մասով։ Ну, во-первых, я должна сказать, что Դե առաջին հերթին պետք է ասեմ, որ իհարկե այս գագաթնաժողովը երևի ունի պատմական մասշտաբ, որովհետև այն անցկացվում է Հայաստանում։ Սա հստակ ուղերձ եւ ազդակ է, որ Հայաստանը համայնքի մի մասն է, որը հանդես է գալիս ժողովրդավարական արժեքների, ազատությունների, մարդու իրավունքների համար, եւ ես շատ հպարտ եմ, որ ես նույնպես կարող եմ այստեղ գտնվել, չնայած բոլոր խոչընդոտներին։ Ես շատ շնորհակալ եմ Հայաստանի կառավարությանը, որ ինձ հրավիրել են լինել Բելարուս ժողովրդի ձայնը։ Եվ սա բելարուսների համար մեզ համար հրաշալի հնարավորություն է հանդիպել բազմաթիվ երկրների առաջնորդների հետ մեկ հարթակում, որովհետև շատ ժամանակ է պահանջվում յուրաքանչյուր երկիր առանձին այցելելու համար եւ միշտ մեծ երախտագիտությամբ, բայց այստեղ կարելի է շատ արագ քննարկել հիմնական հարցերը, եւս մեկ անգամ ընդգծել, որ Բելարուսում չեն ընդունում ռեժիմը, որ Բելարուսը դա Ռուսաստան չէ եւ խոսել Բելարուսի ռազմավարական նշանակության մասին, նոր անվտանգության ճարտարապետության շրջանակում, եւ դրա համար սա իմ առաջին այցն է Հայաստան։ Ես ուղղակի հիացած եմ երկրով, մարդկանցով եւ իհարկե քաղաքական տեսանկյունից մեր ներկայությունը այստեղ շատ կարեւոր է, որովհետեւ բելարուսները հասկանում են, որ Բելարուսը մոռացված չէ, Բելարուսը լքված չէ, որ բելարուսական հարցերը լուսաբանվում են եւ կան ներկայացուցիչներ, որոնք կարող են դա անել։ В политическом плане, знаете, есть опасность. Քաղաքական առումով գիտեք կան մտահոգություններ, այսինքն ոչ թե մտահոգություններ, կան կոնկրետ մարդիկ Հայաստանում, որոնք զգուշացնում են պետական մակարդակով Բելարուսի ընդդիմության առաջնորդին ընդունելու վտանգավորության մասին։ Սա սկզբունքորեն, ըստ նրանց, նշանակում է վերջնական խզում Հայաստանի եւ Բելարուսի հարաբերություններում, որոնք հիմա այնքան էլ առանց այդ էլ բարվոք չեն։ Դուք համաձայն չեք այս տեսակետի հետ։ Вы не согласны с этим? Во-первых, мы должны понимать, что Նախ եւ առաջ պետք է հասկանանք, որ Հայաստանը, ինչպես բոլոր ժողովրդավարական երկրները, աջակցում է ժողովրդավարական ազատություններին։ Բելարուսում 2020 թվականին եղել են ընտրություններ, որոնք դիկտատոր Լուկաշենկոն պարտվել է։ Նա իհարկե հրաժարվել է դա ընդունել եւ սկսել է զանգվածային բռնաճնշումներ բելարուսների դեմ, բայց 2020 թվականից Լուկաշենկոն չի ճանաչվում որպես առաջնորդ, որպես նախագահի պաշտոն զբաղեցնող եւ ժողովրդավարական երկրները դադարեցրել են դիվանագիտական հարաբերությունները ռեժիմի հետ եւ դրա փոխարեն հաստատում են, ֆորմալացնում են հարաբերությունները ժողովրդավարական հասարակության, ժողովրդավարական ուժերի հետ։ Եվ հասկանալի է, որ Հայաստանը որպես երկիր, որը հավատարիմ է ազատության, մարդու իրավունքների եւ ազատ ընտրությունների սկզբունքներին, նույնպես հասկանում է, որ ոչ լեգիտիմ ղեկավարի հետ, որը նաեւ իրեն իրավունք է տալիս վիրավորել հպարտ հայկական ժողովրդին, հնարավոր չէ կառուցել որևէ նորմալ հարաբերություն նման մարդու հետ, որը ծառայում է Ռուսաստանին, որը պատրաստ է դավաճանել բելարուսներին, պատրաստ է վաճառել մեր անկախությունը, այսինքն ես հասկանում եմ, որ ցանկացած երկիր ցանկանում է ունենալ նորմալ մարդկային բարիդրացիական հարաբերություններ բոլորի հետ, բայց երբ երկրում ակնհայտորեն ոչնչացվում է ազգային ինքնությունը, բռնաճնշումները շարունակվում են, ապա պարզապես բարոյական տեսանկյունից հնարավոր չէ աջակցել նման ղեկավարությանը։ нет никакой возможности поддерживать такое руководство. Вы упомянули 2020 год, там были митинги, там были... Դուք հիշատակեցիք 2020 թվականը, այն ժամանակ եղել են ցույցեր Մինսկում, եղել են բռնաճնշումներ։ Լուկաշենկոն հիշում եմ ինքնաձիգով վազվզում էր Մինսկում, բայց հիմա կան ներքին լծակներ ձեզ մոտ, ընդդիմության մոտ, որոնք կարող եք օգտագործել։ Я вас понимаю. Значит, давайте проясним ситуацию, что
Ես ձեզ հասկանում եմ, եկեք պարզենք իրավիճակը, որ եղել են հեղափոխական շարժումներ, դուք ասում եք եղել են բռնաճնշումներ, անցել է 5 տարի 2020 թվականից, արդեն գրեթե 6, բռնաճնշումները ոչ մի օր չեն դադարել, մեզ մոտ ամեն օր մարդկանց բանտարկում են մինչև հիմա, ահաբեկում են ակտիվիստների ընտանիքներին, որոնք ստիպված են փախչել արտերկիր, այսինքն դուք տեսնում եք, որ ռեժիմը այնքան է գիտակցում, որ մարդիկ չեն հանձնվել, որ ստիպված է ամեն օր շարունակել այդ բռնաճնշումները, որովհետև եթե Լուկաշենկոն կանգ առնի, դադարեցնի ուժ ցուցադրել, հաջորդ օրը մարդիկ նորից կլինեն նրա պալատի դիմաց։ Նա հասկանում է, որ չի կարողացել մարդկանց ստիպել փակել մեր պատմության այդ էջը, մարդկանց չի ստիպել բռնաճնշումների միջոցով մոռանալ, գուցե նաև ներել իրեն։ Այսինքն նա հասկանում է, որ բելարուսների հետ այդ խզումը վերջնական է, նրանք երբեք չեն ների, չեն մոռանա, թե ինչ են նա արել եւ շարունակում է անել։ Եվ ես հասկանում եմ, որ հաջող փոփոխությունները երկրում ինչ որ խռովություններ ասոցացվում են փողոցում գտնվող մարդկանց հետ, բայց նման, ես կասեի, ստալինյան բռնաճնշումների պայմաններում, երբ պարզապես պետք չէ մարդկանց զոհաբերել առանց պատճառի, դուք իհարկե չեք տեսնի մարդկանց փողոցներում ծաղիկներով։ Երբ սկսվեց պատերազմը, մարդիկ նույնպես դուրս եկան փողոց, չնայած նրան, որ արդեն 2 տարի շարունակվում էին զանգվածային բռնաճնշումները Բելարուսում։ Այսինքն, երբ կլինի պահը, հավատացեք, մարդիկ դուրս կգան փողոցներ, բայց հիմա մեր մարտավարությունը, մեր ռազմավարությունը, ռեժիմը որքան հնարավոր է թուլացնելն է եւ բելորուսներին ուժեղացնելը։ Իհարկե ռեժիմը թուլացնել մենք կարող ենք մեր դաշնակիցների միջոցով։ Դա եւ սանկցիոն ճնշման միջոցով է, չճանաչման քաղաքականության մեկուսացման միջոցով։ Նաեւ Բելորուսում գտնվող մարդիկ չունենալով հնարավորություն բացահայտ հայտարարելու իրենց դիրքորոշումը, լինի Լուկաշենկոյի դեմ, թե հանուն Ուկրաինայի, որովհետև դրա համար 10, 15, 20 տարվա բանտարկության են դատապարտում։ Միևնույն է, անում են շատ խիզախ, փոքր, բայց շատ խիզախ քայլեր Բելորուսում։ Մեզ տեղեկատվություն են փոխանցում, օրինակ, թե ինչպես է ռեժիմը շահույթ ստանում այս պատերազմից Ուկրաինայի դեմ, կամ ինչպես են շրջանցվում պատժամիջոցները, կամ ինչպես են շարունակվում բռնաճնշումները։ Ցանկացած տեղեկատվության փոխանցում անկախ մեդիաներին անմիջապես համարվում է աջակցություն ծայրահեղականության եւ ահաբեկչությանը, ինչպես մեզ անվանում են։ Եվ դա անմիջապես նշանակում է տարիներ բանտում, բայց մարդիկ դա անում են։ Այնտեղ շատ բան անել հնարավոր չէ։ Մարդիկ, որոնք արտագաղթել են, մենք այս 5 տարիների ընթացքում արտերկրում ստեղծել ենք իշխանության ինստիտուտներ, եւ դրանք ճանաչվում են մեր ժողովրդավարական գործընկերների կողմից։ Մեզ հետ հարաբերություններ են ձևակերպել Միացյալ Նահանգները, Կանադան, Եվրամիությունը, Եվրախորհրդարանը, Մեծ Բրիտանիան, մենք ունենք ռազմավարական երկխոսություններ այս կողմերի հետ։ Այսինքն մեր դաշնակիցները հստակ ուղերձ են տալիս Լուկաշենկոին քաղաքական մակարդակով, որ մենք քեզ չենք ճանաչում, քեզ հետ չենք աշխատում։ Ահա ժողովրդավարական ուժերն են, մենք հավատում ենք նրանց, մենք հավատում ենք ժողովրդավարական Բելարուսին, մենք ներդրում ենք կատարել հենց ժողովրդավարական եվրոպական հեռանկարների մեջ։ Սա նույնպես լծակ է, որը ազդում է ռեժիմի վրա, ազդում է բելորուսների վրա եւ ուժ է փոխանցում, որովհետեւ մենք մեզ միայնակ չենք զգում։ Այո, մեզ չեն լքել, այսինքն մեզ հետ են մեր դաշնակիցները, մեր հարևանները։ Հատկապես հիմա, երբ Բելարուսի իրավիճակը դադարել է լինել պարզապես քաղաքական հարց, կամ նույնիսկ հումանիտար ճգնաժամ եւ դարձել է անվտանգության հարց։ Իհարկե ավելի մեծ ուշադրություն կա Բելարուսի նկատմամբ։ Ես շատ ուրախ եմ, որ մենք բարելավել ենք հարաբերությունները Ուկրաինայի հետ։ Մենք պատրաստվում ենք պաշտոնական այց Ուկրաինա առաջին անգամ, եւ սա նույնպես շատ է ոգեշնչում մարդկանց, որովհետեւ այդ երկիրը նախագահ Զելենսկին, որը կլինի առաջնորդներից տարածաշրջանում մոտ ապագայում, հասկանում է Բելարուսի ռազմավարական կարևորությունը եւ նույնպես կատարել է իր ընտրությունը։ Մենք Լուկաշենկոյի հետ գործ չենք ունենալու։ Ահա կան ժողովրդավարական ուժեր, մենք նրանց հետ ենք աշխատում։ Սա նույնպես ճնշման լծակ է։ Ներսից շատ բան անել հնարավոր չէ, որովհետև բռնաճնշումներ են, որովհետև քաղաքացիական հասարակության ամբողջ ոլորտը պարզապես ոչնչացված է։ Բոլոր մեդիաները դուրս են մղվել երկրից, բայց մենք կարողացել ենք վերակազմավորվել։ Արտերկրում գործում են ազատ մեդիաներ, գործում են հասարակական կազմակերպություններ եւ մարդկանց հետ այս կապը երկրի ներսում շարունակական է երկու ուղղություններով։ Դա ես շատ եմ գնահատում։
Вот вы говорите, что режим Лукашенко сейчас в изоляции. Դուք ասում եք, որ Լուկաշենկոյի ռեժիմը հիմա մեկուսացման մեջ է եւ դա այդպես է, բայց Լուկաշենկոն ունի ճնշման սեփական լծակը։ Կան կանխատեսումներ, որ ցանկացած պահի Բելարուսը կարող է միանալ Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, այսինքն նման վտանգավորություններ կան։ Ձեզ մոտ դրանք չկան։ У вас нет? У меня такого опасения нет. Почему? Ну, как бы оно... Ինձ մոտ նման մտավախություն չկա։ Տեսականորեն դա հնարավոր է, բայց ես գիտեմ, որ բելարուսների մոտ բացարձակապես բելարուսական բանակում բելարուս ժողովրդի մեջ չկա ցանկություն մասնակցելու ուկրաինացիների դեմ պատերազմին։ Մենք չունենք այդ կայսերապաշտական հավակնությունները, եւ 2022 թվականը շատ հստակ ցույց տվեց, որ բելարուսները հավասար չեն ռուսներին, եւ Լուկաշենկոն դա գիտեր 22 թվականին, եւ այն, որ բելարուսական բանակը չմտավ այդ պատերազմի մեջ, դա Լուկաշենկոյի արժանիքը չէր, թեև կողքից կարող է թվալ, որ Լուկաշենկոն դիմադրում է, թե ոչ, իմ բանակը չի գնա։ Նա գիտեր, որ եթե ուղարկի բելարուսական բանակը պատերազմի դաշտ, բելարուսները կամ անմիջապես կհանձնվեն կամ կանցնեն ուկրաինացիների կողմը, կամ կփախչեն, ինչ էլ լինի, բայց չեն սկսի արյունալի պատերազմ ուկրաինացիների դեմ։ Մեզ մոտ ընդհանրապես չկան հակաուկրաինական տրամադրություններ։ Իհարկե կարելի է ինչ-որ խաբեությամբ տեղափոխել զորքեր, անել ինչ-որ բաներ, բայց նա գիտեր, որ դա կլինի իր անձնական պարտությունը, որովհետև բելարուսների մեջ հակապատերազմական տրամադրություններ են։ Ինչ կարող է անել Լուկաշենկոն, կրկին տրամադրել տարածք, ենթակառուցվածքներ ռուսական բանակին, ինչը նաև արդեն բարեհաջողանում է։ Սա եւ միջուկային զենքի, օրեշնիկի տեղակայումն է եւ այլ ռազմական օբյեկտներ Բելարուսի տարածքում։ Հիմա ուկրաինական կողմը ասում է, որ ուժեղանում են շարժերը սահմանին ենթակառուցվածք կառուցելու համար, կրակ բացելու նպատակով։ Ես այդքան չեմ հասկանում։ Այսինքն Լուկաշենկոն միշտ պատրաստ կլինի դա անել, չներգրավելով մարդկանց, որովհետև մարդկանց մոտ ռազմատենչ տրամադրություն չկա։ Ահա եւ վերջ, դրա համար պետք է հասկանալ խնդրի աղբյուրը։ Դա Լուկաշենկոն է, որը իր անձնական գոյատևման համար պատրաստ է տալ Բելարուսը, մեր անկախությունը։ Նա արդեն իրականացնում է ռուսիֆիկացիան, վերաշարադրում է մեր պատմությունը։ Ամենը, ինչ մեզ կապում է Եվրոպայի հետ, ոչնչացվում է, ջնջվում մեր պատմությունից, իսկ ամեն ռուսականը ուժեղացվում է։ Սա Լուկաշենկոյի քաղաքականությունն է։ Մենք պետք է հասկանանք, Բելարուսում ռեժիմը հավասար չէ բելարուսներին։ Սա պետք է լինի աքսիոմա։ Այդ պատճառով Բելարուսը կարող է օգտագործվել նաև սադրանքների համար, մեր եվրոպական գործընկերների դեմ։ Մենք դա արդեն տեսնում ենք։ Դա միգրացիոն ճգնաժամ է, օդապարիկները, որոնք թռչում են Լիտվա, տարբեր հիբրիդային հարձակումներ, սա կլինի։ Այդ պատճառով պետք չէ բուժել հիվանդության ախտանշանները, այլ հենց հիվանդությունը։ Симптомы надо болезни лечить, а саму болезнь. А вам не кажется, госпожа Тихановская, что в принципе то, что... Տիկին Տիխանովսկայա, չեք կարծում, որ սկզբունքորեն Լուկաշենկոյի այս վարքագիծը երկար գործընթացի արդյունք է եւ այդ գործընթացին մասնակցել են նաեւ ձեր եվրոպական գործընկերները, երբ նրանք խաղում էին Բելարուսի նախագահի հետ։ Երբեմն նա բռնապետ է, երբեմն ոչ, երբեմն դաշնակից, երբեմն ոչ։ Եվ նա мիշտ օգտվում էր այդ հանգամանքից։ Հիմա դա այլևս հնարավոր չէ, բայց նա այդպես երկար պահեց իշխանությունը։ Продержался так долго, в принципе, и за счет этого. Ну, я, наверное, выразилась бы немножко по-другому, что... Ես դա մի փոքր այլ կերպ կձևակերպեի, դա Եվրոպան չէր, որ խաղում էր Լուկաշենկոյի հետ, եւ եկեք նրան չանվանենք նախագահ, դա մարդ է, որը զավթել է իշխանությունը Բելարուսում, դա Լուկաշենկոն է, նա խորամանկ է, փորձառու քաղաքական գործիչ, դա նա էր խաղում ճոճանակի նման։ Ձմռանը բարեկամանում էր Ռուսաստանին, էժան գազի համար, փողի համար, հետո մի փոքր շրջվում էր դեպի Եվրոպա, ասում էր տեսեք, ես ազատականացում եմ անում, ազգային հագուստ եմ կրում, այսինքն նա խաղում էր եւ Եվրոպան երբեմն հավատում էր, կարծելով թե հիմա կփոխեն նրան, բայց դա սխալ պատկերացում է, յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարծում է, թե հենց ինքը կփոխի բռնապետին, նորմալ կբացատրի, որ այդպես անել չի կարելի, չարժե բանտարկել մարդկանց, չարժե փակել ազատ լրատվամիջոցները, բռնաճնշումների ենթարկել այլընտրանքային կուսակցություններին, բայց չի ստացվում, իսկ Լուկաշենկոն իմանալով դրա բնույթը, ասում էր դուք
ժամանակավոր եք, ես դες կդիմանամ, կգա ուրիշը ավելի լոյալ այդ կուսակցություններին էլ կմոռանամ։ Եվ ես համոզված եմ, որ 2020 թվականից հետո նա նույնն էր մտածում, բայց նա սխալվեց, որովհետև կորցրեց կապը բելարուսների հետ եւ թերագնահատեց հասարակությանը։ Եվ երկրորդը, մենք այս տարիների ընթացքում դարձել ենք ուժեղ շարժում, ժողովրդավարական ուժերն այնքան են հզորացել, որ ստեղծել են ինստիտուտներ, նույնիսկ եթե նա ոչնչացնում է ինչ-որ մեկին, հետևողականորեն վերացնում մարդկանց, բոլորին թիրախ դարձնում, ինստիտուտները, որ կոչված են գործել, կարող են շարունակել աշխատանքը։ Հենց այդ պատճառով ճնշումը եւ ուժեղ ժողովրդավարական ուժերը ստիպում են Լուկաշենկոին գնալ զիջումների, ազատել քաղբանտարկյալների, փոխել հռետորաբանությունը։ Քանի դեռ Ռուսաստանը նրա դաշնակիցն է, նա կստանա քաղաքական ու տնտեսական աջակցություն, սակայն այլևս չի կարող խաղալ երկու կողմերի միջև։ Եվ ես խնդրում եմ մեր գործընկերներին դադարել խղճալ Լուկաշենկոին այդ հռետորաբանությունը, որ եթե շփվենք նրա հետ, ինչ որ կերպ կհեռացնենք Ռուսաստանից, դա անհնար է։ 30 տարին ոչինչ չի սովորեցրել, նա թիվ 1 խորհրդային ռուսամետ քաղաքական գործիչն է։ Նա երբեք չի մտածի Բելարուսի մասին, նա երբեք չի նայի Եվրոպայի կողմը, կարծում են դա արդեն բոլորին հասկանալի է։ Երբեմն դեռ կա այդ գայթակղությունը, այդ սխալմունքը, փրկենք Լուկաշենկոին, պետք է երկիրը փրկել նրանից։ Такая интенция ошибиться. Давайте Лукашенко спасем. Страну давайте спасем от Лукашенко. Как? Ինչպես եք պատկերացնում այդ գործընթացը։ Страна это не Лукашенко. Երկիրը Լուկաշենկոն չէ, երկիրը բելարուսներն են։ На примере Венгрии. Օրբանը Դա հասկանալի է, բայց դիտարկենք Հունգարիայի օրինակով։ Օրբանը գնաց, իսկ նա նախավերջին բռնապետն էր, Լուկաշենկոն մնաց Եվրոպայի վերջին բռնապետը։ Բայց այնտեղ ընտրություններ եղան, հունգարացիները քվեարկեցին եւ Մադյարն ավելի շատ քվեներ ստացավ։ Ինչպես դա անել Բելարուսում։ как это сделать в Белоруссии отдельно взятой. Ну, мы же должны не можем. Մենք չենք կարող համեմատել Հունգարիան եւ Բելարուսը։ Հունգարիայում գործում են ժողովրդավարական ինստիտուտներ, իսկ Բելարուսում միշտ նման ուղերձ է եղել։ Կարևոր չէ ինչպես են քվեարկում, կարևորը ինչպես են հաշվում։ Այդ պատճառով միշտ հաղթելու է Լուկաշենկոն։ Ինչ պետք է մենք անենք, պետք է ցույց տանք մարդկանց, նույնիսկ պաշտոնյաներին, ինչ կլինի Բելարուսը Լուկաշենկոից հետո։ Մարդիկ պետք է տեսնեն հեռանկար։ Ինչպես ԽՍՀՄ-ում մարդիկ չէին պատկերացնում կյանքը Ստալինից հետո, նույնն էլ Բելարուսում։ Պետք է կոտրել այդ նարատիվը, իսկ դա միշտ ներարկել են բելարուսներին։ Белорусов родились тогда. Բելարուսների 40%-ը ծնվել է, երբ երկրում արդեն իշխում էր Լուկաշենկոն։ Но поколения тоже меняются. У нас уже есть доступ к интернету, к информации, мы можем понимать. Ճիշտ այդպես, սերունդները փոխվում են։ Մենք հասանելիություն ունենք տեղեկատվությանը, համացանցին, տեսնել թե ինչպես են ապրում եւ հարց են տալիս, ինչու է Բելարուսը դոփում ժամանակի մեջ։ Մենք ունենք ներուժ, տնտեսական, քաղաքական, իսկ մենք ինչ որ անհասկանալի տեղում ենք, խորհրդային կարգերում։ Պետք է ուժեղացնել հասարակությունը, պաշտոնյաներին բացատրել, որ սարսափելի ոչինչ չի լինի, երբ Լուկաշենկոն հեռանա։ Մարդկանց հնարավորություն տվեք զարգանալ, ներդրումների հնարավորություն տվեք, քանի որ Լուկաշենկոն մտածում է միայն իր մասին, իր ընտանիքի, մի քանի օլիգարխների մասին։ Քովիդի ժամանակ դա ակնհայտ դարձավ։ 2020 թվականին բելարուսները զգացին իրենց որպես ազգ, այդպես երբեք չէր եղել։ Լավագույն դեպքում Ռուսաստանի ավելի լավ տարբերակ էին զգում։ В 2020 году на самом деле Իսկ այստեղ հպարտ զգացինք, որ Բելարուս ենք։ Դա շատ կարևոր զգացողություն է։ Երևի ձեզ ծանոթ չէ, քանի որ դուք արդեն հայ եք ծնվում, բայց մենք սկսեցինք գնահատել լեզուն, մշակույթը։ Եվ դա այժմ հանրահռչակվում է բելարուսների կողմից, բայց դա նույնիսկ արգելվում է Բելարուսում։ Բելարուսերեն խոսելու համար կարող են բանտարկել։ Արժանապատվությունն արթնացավ։ и вот это вот достоинство, оно проснулось. То есть за разговор на белорусском могут. Այսինքն բելարուսերեն խոսելու համար կարող են բանտարկել։ Если ты в жизни говоришь на белорусской мове, значит ты националист, значит Այո, գիտեք, լեզուն դարձել է դիմադրության ձև։ Եթե դու կյանքում խոսում ես բելարուսերեն, ուրեմն ազգայնական ես, դեմ ես Ռուսաստանին, քեզ միանգամից
բանտ չեն տանի, բայց պակում կհայտնվես, կհարցաքննեն, ինչու բելարուսերեն, ով ես, ինչ ես։ Մեր լեզուն դպրոցում ուսուցանվում է որպես օտար, բոլոր ազգային արժեքները շրջվել են գլխի վայր, բայց արժանապատվությունը, որ արթնացել է մարդկանց մեջ, պաշտոնյաներն էլ են հասկանում, որ Լուկաշենկոն փակուղի է տանում երկիրը։ Նա պատրաստ է առևտուր անել մեր երկրով, վաճառել Ռուսաստանին, միայն թե մնա իշխանության ղեկին, չմտածելով երկրի մասին։ Շատ մեծ գործոն է իհարկե պատերազմը Ուկրաինայում նույնպես մեծ ազդեցություն ունի։ Մարդիկ հասկանում են, որ երբ Ուկրաինան հաղթի, դա հնարավորությունների պատուհան կլինի բելարուսների համար։ Նույնիսկ Լուկաշենկոյի շրջապատը հասկանում է, որ Ռուսաստանի կողքին ապրելը, ինչպիսի ավագ եղբայր էլ նա թվա, ներկայանա այս տարիներին, այդուհանդերձ կախվածությունը նվաստացուցիչ է։ Կրտսեր եղբոր վերաբերմունքը, արհամարանքը, իսկ մարդիկ ուզում են արժանապատիվ ապրել, որ երկիրը մարդկանց հարգեն։ Ուզում են, որ Բելարուսը հնչի հպարտ, այլ ոչ գորշ բծի պես։ Այդ պատճառով ռեժիմը թուլացնելով եւ հասարակությունը ուժեղացնելով հնարավոր է փոփոխություն, բայց դա կարևոր փուլ է ինքնահաստատման։ Դա արագ ճանապարհ չէ, բայց կարևոր է։ Դիկտատուրաները թվում են ամուր, մինչև հանկարծ փլվում են։ Մենք դա տեսել ենք տարբեր երկրներում, եւ հենց այդ պահին պետք է պատրաստ լինել ինստիտուտները, որ վերցնեն իշխանությունը, անցկացնեն արդար ընտրություններ։ Մենք ուզում ենք միայն խաղաղ փոփոխություններ, պետք են պատրաստի ռեֆորմներ երկրի արագ ժողովրդավարացման համար, դաշնակիցների աջակցություն, որ կայունացվի իրավիճակը, կոշտ հայտարարություններ եւ պետք է պաշտպանել Բելարուսի ինքնիշխանությունը Ռուսաստանից։ Շատ գործոններ պետք է համընկնեն, բայց մենք սահմանափակ հնարավորություններ ունենք, անում ենք առավելագույնը։ Очень ограниченные возможности, сейчас делаем вот максимум из них выжимаем. Я хочу вот уточнить, вы против России вообще? Ուզում եմ հստակեցնել, դուք Ռուսաստանի դեմ եք, թե Պուտինյան Ռուսաստանի։ Знаете, когда в 2020 году было наше восстание, Գիտեք, երբ 2020 թվականին եղավ մեր ապստամբությունը, դա ընդհանրապես աշխարհաքաղաքական պայքար չէր, դա պայքար էր ռեժիմի դեմ, մեր երկրի անիշխանության դեմ, բայց 2020-ը շատ բան փոխեց, ակնհայտ դարձավ, որ բելարուսները ռուսաստանցիներ չեն, չունեն կայսերապաշտական նկրտումներ, չենք հասկանում, թե ինչպես կարելի էր այդպես վարվել, պատերազմ սկսել եղբայրական ժողովրդի դեմ։ Ես Ռուսաստանի մարդկանց դեմ ոչինչ չունեմ, բայց հասկանում եմ, որ այսօրվա Ռուսաստանը կայսերապաշտական նկրտումներ ունի եւ մարդիկ դա հասկանում են։ Մենք ուզում ենք, որ Ռուսաստանը դադարեցնի վերակացուի դերը, հետխորհրդային երկրներին չնայի որպես երեխաների, որ հանդգնել են պոկվել մայրիկից ու ազատվել։ Մենք անկախ ինքնիշխան պետություններ ենք, սեփական մշակույթ, ազգային ինքնություն ունենք։ Ինչու ինչ-որ մեկը մեզ պետք է բռնությամբ հետ քաշի դեպի խորհրդային անցյալ։ Կառուցեք ձեր երկիրը, մի խառնվեք ուրիշի գործերին։ Մենք ինքներս գիտենք, թե ինչն է մեզ համար լավ, ինչպես զարգանալ։ Ուստի երբ շփվում ենք ռուսական ընդդիմության հետ, տարբեր ենթատեքստեր ունենք, միգուցե պայքարում ենք տարբեր բաների համար, բայց մենք ուզում ենք հստակ լսել նրանցից, լավ ռուսներից, որ բարձրաձայն ասեն, թե իրենք չեն ոտնձգի հետխորհրդային այլ երկրների անկախությունն ու ազատությունը։ Դա միայն Բելարուսին չէ, որ վերաբերվում է, Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Հայաստանին եւ այլն։ Ինքներդ կարող եք ասել, ուստի շատ բան է կախված երկրի ղեկավարությունից, բայց երկիրն առաջին հերթին ազգն է, մարդիկ։ руководство страны, но все-таки страна это прежде всего нация и образ мышления именно людей в этой стране. В вашей борьбе очень особую значимость. Ձեր պայքարում առանցքային կարևորություն ունեն գործընկերները, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, բայց Նահանգների մասով Բայդենի ժամանակ ամեն ինչ պարզ էր, միանշանակ։ Դեմոկրատները Լուկաշենկոին բռնապետ էին համարում, չէին խոսում նրա հետ։ Թրամփի օրոք իրավիճակը փոխվեց, նա փորձում է խոսել Լուկաշենկոյի հետ, ասում է, թե շատ է սիրում ուժեղ տղամարդկանց, այսպես ասենք։ Նա այդպես էր անվանում Օրբանին, Էրդողանին, երբեմն ակնարկում է, թե այդպիսին է նաև Լուկաշենկոն, Պուտինը։ Սա խնդիր չէ։ Есть, скажем, Лукашенко и Путин. Это проблема? Я бы не назвала это проблемой, я бы назвала это возможностью.
Եվ դա խնդիր չէի անվանի, այլ հնարավորություն մարդկանց ազատելու։ Այնինչ այսօր անում է Միացյալ Նահանգների վարչակազմը մարդասիրական քայլ է Բելարուսում քաղբանտարկյալների ազատման ուղղությամբ։ 2020 թվականից հետո ավելի քան 1000 մարդ էր բանտերում։ Այսօրվա դրությամբ 500-ից ավելին ազատվել են։ 900-ից ավելի դեռ բանտում են։ Բռնաճնշումները շարունակվում են ամեն օր։ Ինչ անում էր Բայդենի վարչակազմը, պատժամիջոցներն էին, իսկ Թրամփի վարչակազմն այլ զինանոց է օգտագործում մարդկանց ազատելու համար։ Պետք է տարբերել հումանիտար եւ քաղաքական ուղղությունները։ Մենք բոլորս հասկանում ենք նախագահ Թրամփի բնույթը, հասկանում քաղաքականության նրա մոտեցումները։ Լուկաշենկոն էլ հասկանում է, գիտակցում է, որ այսօր Թրամփի համար կարող ես լինել մեծարգո նախագահ, իսկ վաղը արդեն Մադուրո, եւ նա վախենում է կորցնել այդ հնարավորությունը, խաղարկել քաղբանտարկյալների, ազատել հանուն շփման։ Լուկաշենկոն փորձում է ամեն ինչ գլխի վայր շրջել, թե իրեն ճանաչել է Միացյալ Նահանգները, իրենց ձեռք են մեկնում, բայց իրականում ամեն ինչ փոքրինչ այլ է։ Ես չեմ կարծում, թե նախագահ Թրամփի մտքերում Լուկաշենկոն գոյություն ունի։ Նա ուղղակի գիտի, որ կա քաղբանտարկյալների խնդիր, ունի նրանց ազատելու բավարար իշխանություն եւ անում է դա։ Ես հասկանում եմ, որ Լուկաշենկոին հրավիրել են խաղաղության խորհուրդ, կոնկրետ նպատակների հասնելու համար քայլեր են անում։ Դա մեզ չի վախեցնում, թե դա քաղաքական ճանաչում է։ Ամերիկացիները միամիտ չեն, դա պետք է հասկանանք, գիտեն, թե ինչ ենք անում։ Մենք մշտական կապի մեջ ենք մեր ամերիկյան գործընկերների հետ։ Երկխոսություն կա այդ մարդասիրական տրեկի շրջանակներում։ Միևնույն է, հարկավոր է բավարար չափով համակարգել գործողությունները, որ Լուկաշենկոն չվաճառի մարդկանց շատ թանկ։ Պետք է համարժեք հանել պատժամիջոցները, մեր ամերիկյան գործընկերները հասկանում են, որ սա քաղաքական փոփոխություն չէ, այլ իրավիճակային քայլ, որ Լուկաշենկոն առևտուր է անում նոր ռեսուրսներ հավաքում առևտրի համար։ Մեր գործընկերները, թե եվրոպացի, թե ամերիկացի, հասկանան, որ պետք է լիովին դադարեցնել բռնաճնշումները։ Ես երախտապարտ եմ եվրոպացի գործընկերներին, որ չեն խաղում այդ խաղը, կոշտ արձագանքում են Լուկաշենկոյի քայլերին, չեն ճանաչում Լուկաշենկոյին։ Մարդկանց ազատումը մեր գերակայությունն է, իհարկե, բայց ցավոտ բան ասեմ, պետք է ազատել ողջ երկիրը։ Освобождение людей — это, конечно, наш приоритет. Там люди умирают, это очень больно, но нам нужно освободить всю страну. Спасибо за беседу. Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Բելարուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։